Բարև ձեզ, եթերում վտա Հայաստան նյուզն է, այստեղ դուք կգտնեք բազմակողմանի և վստահելի տեղեկատվություն, տաղավարում աշխատում է Ռազմիկ Մարտիրոսյանը։ Մոսկվայից հնչել է հերթական նախազգուշացում սպառնալիքը, մինչ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը խոսել է Հայաստան իշխանությունների հետ փոխըմբռնման մասին, փոխվարչապետ Օվերչուկը նախազգուշացրել է, եթե Հայաստանը միանա Եվրամիությանը, Ռուսաստանի հետ ավիահաղորդակցություն չի ունենա։ Այժմ Եվրոպական միության երկրների հետ ավիահաղորդակցություն չկա, նշանակում է, մենք Հայաստանի հետ ավիահաղորդակցություն չենք ունենա։ Սա կարող է կոշտ հնչել, բայց ուզում ենք, որ հայերը հասկանան, դա տեղի կունենա, քանի որ որոշումներ են կայացվել ԵՄ-ի հետ մերձենալու մասին։ ՀԱՊԿ պետք է շատ զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ աշխատանքում, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանն ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Մենք պետք է ավելի կոռեկտ և զգույշ լինենք Հայաստանի հետ մեր հարաբերություններում։ Գիտեք, Հայաստանը կարծես չի աջակցում ՀԱՊԿ-ի շրջանակներում աշխատանքին, բայց միևնույն ժամանակ մնում է անդամ։ Մենք պետք է շատ նրբանկատ լինենք։ Հայաստանն այս առումով դժվարին իրավիճակում է, հատկապես ընտրական շրջանում։ Սա շատ դժվարին իրավիճակ է, հետևաբար մենք պետք է շատ զգույշ լինենք Հայաստանի հետ մեր հարաբերություններում։ 2024 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանի անդամակցությունը Ռուսաստանի առաջնորդած ՀԱՊԿ-ին դե-ֆակտո սառեցված է։ Հնարավոր է սառեցվի նաև դե-յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։ Ապրիլի 2-ին Պաշտպանության նախարարության զորավարժադաշտում զինծառայող է զոհվել։ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՎՏ Հայաստան նյուզի հետ զրույցում քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմ Ավդալյանը մանրամասներ հաղորդեց։ 2026 թվականի ապրիլի 2-ին Պաշտպանության նախարարության զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է զինվորական պաշտոնյական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդումա, եւ 532-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական ալգույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն զգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Պայմանագրային զինծառայողը մահացել է։ Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք անհետաձգելի, քննչական եւ բարութային գործողություններ։ Սովետական շրջանի բռնաճնշումները խեղել են հազարավոր մարդկանց ճակատագրեր, սակայն նրանց պատմությունները մնացել են մասնատված եւ հաճախ անանուն։ Այսօր Երևանում փորձում են վերականգնել այդ հիշողությունը արխիվների, վկայությունների եւ անձնական պատմությունների միջոցով։ Թեմային իմ գործընկեր Արմինե Մարտիրոսյանն է անդրադարձել։ Առաջարկում եմ լրացուցիչ գնդակահարել 1500 մարդ։ Սա մեջբերում է ներքին գործերի ժողկոմ Նիկոլայ Եժովի Յոսիֆ Ստալինին ուղղված նամակից։ Խոսքը խորհրդային Հայաստանի զտումների մասին է։ Սրանով չսահմանափակվեցին։ Հայաստանում ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի եռյակի կողմից դատապարտվել եւ գնդակահարվել է ավելի քան 4000 մարդ։ Այս թվերի հետևում հազարավոր ճակատագրեր են, որոնց մասին որոշումները կայացվել են ընդամենը թղթի վրա։ Այսօր այս պատմությունները փորձում են հավաքել եւ ցուցադրել Երևանում։ Դրանց մեծ մասը տասնամյակներ շարունակ մնացել են անանուն։ Մեղադրանքը հայ ցուցահանդեսը մեկտեղում է փաստաթղթեր, լուսանկարներ, տեսահոլովակներ եւ այն մարդկանց անունները, ովքեր խորհրդային միության տարիներին ենթարկվել են բռնաճնշումների։ Անվանումը իրական մեղադրական փաստաթղթերից վերցված մեջբերում է։ Խորհրդային իշխանությունը մարդկանց հետևում էր ոչ թե էթնիկ հատկանիշով, այլ սեփական պատմության, լեզվի, ազգային ինքնության հանդեպ հետաքրքրության համար։ Արդեն 1920 թվականին անկախության կարճատև շրջանից հետո սկսվեց Հայաստանի խորհրդայնացումը։ Անմիջապես սկսվեցին բռնաճնշումները։ Սերիկ Դավթյանը այն մարդկանց թվում է, ում պատմությունները հիշատակվում են այսօր։ Նա 10 տարի նստել է ուրեմն գուլագում, իսկ դա այնտեղից դուրս գալ ողջ, դա ուղղակի գրեթե անհնար էր, բայց նա իր արվեստի շնորհիվ նա ասեղնագործել է այնտեղ եւ սովորեցրել է արտելում ասեղնագործել մնացած բոլոր բանտարկյալներին եւ դրա շնորհիվ ինչ որ կարողացել է ողջ մնալ։ Բռնաճնշումները չավարտվեցին Ստալինի մահով։ Խորհրդային իշխանությունը շարունակում էր հետապնդել նրանց, ովքեր պայքարում էին Հայաստանի անկախության եւ ազատության համար։ Վարդան Հարությունյանն այդ ամենը գիտի սեփական փորձով։ Խորհրդային միությունն էր, սա իրենց որակն էր, սա իրենց պատկերն էր։ Ամենամեծ, ամենալուրջ ճնշումը, որ ես համարել եմ իմ նկատմամբ, դա իմ հարազատներին, իմ դեմլարերն են։ Իմ ծնողներին, իմ ամենամոտ հարազատներին
իմ դեմ լարելը, որպեսզի ես հրաժարվեմ իմ գաղափարներից, որպեսզի ես ներողություն խնդրեմ, դա ես համարել եմ այն մնացած ճնշումները ֆիզիկական, ես չգիտեմ, մնացած ամեն ինչը բանտարկվելը, սոված լինելը, դրանք ես չեմ համարում ճնշումներ, դրանք մանրուքներ են։ Հայաստանում բռնաճնշումների մասին մինչ օրս հաճախ չեն խոսում, եւ պետական մակարդակով այս թեմային գրեթե ուշադրություն չի դարձվում։ Թե դու չունես որևէ քաղաքականություն, որը պիտի մարդկանց բացատրի այս խնդիրը, եթե դու չունես որևէ մոտեցում այս հարցերին, սա մնում է այն մարդկանց շրջանակում, ում որ այս ցավը անմիջապես դիպչել է։ Արխիվները մասնակիորեն փակ են, պետական քաղաքականություն չկա, ուստի բռնաճնշումների մասին հիշողությունը պահպանվում է ավելի շուտ առանձին մարդկանց ջանքերով, ովքեր հատիկ հավաքում են այդ պատմությունները, եւ հարցը առաջանում, քանի պատմություն այդպես էլ մեզ չհասավ։ Արմինե Մարտիրոսյան, ՎՏ Հայաստան News։ Ինչպես դիմակայել արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաներին եւ միջամտության մարտահրավերներին։ Հայ եւ միջազգային հետազոտողների մասնակցությամբ Վարշավայում վերջերս տեղի ունեցած գիտաժողովի օրակարգում հենց այս թեման էր։ Իմ գործընկերները փորձել են պարզել, թե ինչպես են Եվրոպայում պայքարում հիբրիդային սպառնալիքների դեմ եւ որքանով է Հայաստանի կառավարության եւ հասարակական կազմակերպությունների համար հրամայական այսպիսի վերապատրաստումներին մասնակցելը։ Ընդհանրապես պատերազմական խաղը ցանկացած տեսակի խաղ վարժություն կամ սիմուլյացիա է, որում կան հակադիր կողմեր, այսինքն ունեք ակտիվ հակառակորդ, որը մրցակցում է մեկ այլ թիմի դեմ։ Անկախ նրանից խաղային տերմինաբանությամբ դա այն է, ինչ մենք սովորաբար անվանում ենք կապույտ թիմ, կամ այս կոնկրետ պատերազմական խաղի դեպքում արևմտյան դեմոկրատիա, միշտ կա ինչ-որ հակամարտություն կամ ագրեսոր որպես բաղկացուցիչ մաս։ Ես շատ ներգրավված եմ եղել պատերազմական խաղերում եւ մեծ հետաքրքրություն եմ ցուցաբերել Hybrid Koi-ում ավելի շատ խաղային տարրեր ներմուծելու հարցում։ Միաժամանակ հասկացա, որ մասնակից պետությունների կողմից որպես սպառնալիք դիտվող կարևորագույն խնդիրներից մեկը արտաքին տեղեկատվական մանիպուլյացիան եւ միջամտությունն է կամ դեզինֆորմացիան։ Հենց դրա համար էլ ուզեցի իսկապես ուսումնասիրել, թե ինչու եւ ինչպես կարող ենք համատեղել այս երկուսը։ Առաջին հերթին, ինչպես է դեզինֆորմացիայի երևույթը մարտահրավեր ներկայացնում մեր առօրյա կյանքում քաղաքացիական հասարակության համար, բայց նաեւ ինչպես կարող է այն արտացոլվել խաղերում։ Երբ նշեցի, որ խաղերը սովորաբար ունեն երկու կողմ, այս դեզինֆորմացիոն պատերազմական խաղերում կան բազմաթիվ երեսներ, բազմաթիվ կողմեր, բազմաթիվ խմբեր եւ կազմակերպություններ, որոնք գործում են միմյանց հետ եւ դեմ։ Ուզեցի հնարավորություն մի հարթակ ստեղծել, եթե կուզեք, որպեսզի ազգային կառավարությունները կարողանան փորձարկել իրենց տեխնիկան ու գործիքները սիմուլացված հակառակորդի դեմ, ինչպես նաեւ ստուգել, թե ինչպես են ընդունվում իրենց ուղերձը, տեխնիկան ու գործիքները քաղաքացիական հասարակության եւ քաղաքացիական հասարակության դերակատարների կողմից եւ ինչպես կարող են նրանք համագործակցել այլ կազմակերպությունների հետ, ՀԿ-ների, լրատվամիջոցների անդամների եւ քաղաքացիական կազմակերպությունների հետ։ Hybrid Koi-ի ծրագրերից մեկն ու մեր ամենաակտիվ գործունեության ոլորտներից մեկն է ընտրություններին միջամտության դեմ պայքարը եւ այսպես երբ լեհական ԱԳՆ-ի մեր ընկերները դիմեցին մեզ այն մասին, թե որքանով է հրամայական Հայաստանի կառավարության համար, բայց ոչ միայն Հայաստանի կառավարությանը, այլ նաեւ այս պայքարի մաս կազմող ՀԿ-ներին այս վերապատրաստումը տրամադրելը եւ խնդրեցին ինձ ու իմ թիմին այս սիմուլյացիան բերել Վարշավա, որպեսզի կարողանանք Հայաստանի համար այս հարթակն ապահովել։ Կարծում եմ, սա շատ կարևոր գործ է, եթե նույնիսկ փոքրիկ ձևով կարողացանք օգնել Հայաստանին շարունակել պաշտպանել դեմոկրատիան եւ նպաստել դեմոկրատական արժեքների խթանմանը նման վերապատրաստման հարթակի միջոցով, ամրապնդելու նրանց ուղերձը, որպեսզի կարողանան ամրացնել իրենց ինստիտուտները։ Կարծում եմ, մենք ակնհայտ կերպով ավելի շատ դեմոկրատիայի կողմնակից ենք եւ ցանկանում ենք աջակցել ցանկացած կազմակերպության, որը կենտրոնանում է դեմոկրատական արժեքների վրա։ Կարծում եմ, ակնհայտ է, որ Ռուսաստանն է փորձելու միջամտել ընտրություններին։ Սա այն դերակատարն է, որը ամենամեծ մտահոգությունն է առաջացնում մեզ մոտ Եվրոպայում եւ որոշ չափով նաեւ Չինաստանը եւ Իրանը։ Այսպիսով ըստ էության դեզինֆորմացիայի այս երևույթը արտաքին վնասակար գործողությունները հիմնականում հանդիսանում են քաղաքական գործիքների մի մաս, որոնք տարբեր երկրներ օգտագործում են քաղաքական նպատակներին հասնելու համար։ Օրինակ Ռուսաստանն ուներ որոշակի նպատակ Ուկրաինայի կամ Հայաստանի հետ կապված, եւ այդ նպատակին հասնելու համար կարող է գնալ երկու ճանապարհով՝ ռազմական կամ քաղաքական։ Եվ այս քաղաքական ճանապարհի մի մասն է դեմոկրատիայում օրինական քաղաքական բանավեճերի խեղաթյուրումը
հոգուտ որոշ գործելավոճի կամ գործողությունների, որոնք ձեռնտու կլինեն օրինակ ռուսական արտաքին քաղաքականությանը կամ ռուսական շահերին։ Եվ այս երևույթը սկիզբ է առնում այն նոր բան չէ, այն պատերազմի մաս է կազմել նախապատմությունից ի վեր։ Սակայն երբ սոցիալական ցանցերը սկսեցին աճել եւ բնակչությունը սկսեց ավելի շատ ներգրավել ու նորություններ կարդալ սոցիալական ցանցերից, շատ ավելի հեշտ եւ շատ ավելի ծախսարդյունավետ դարձավ հասարակությանը մանիպուլյացիայի ենթարկելը հանրային կարծիքի միջոցով։ Եվ ահա տեղեկատվական մանիպուլյացիան ըստ էության ձեր կամ հանրային կարծիքի մանիպուլյացիան է որոշ թեմաների շուրջ եւ դեմոկրատիաներում այդ հանրային կարծիքները փոխում են քաղաքականներին, իսկ քաղաքականներն ըստ էության ղեկավարում են երկրները, պետությունները, դեմոկրատիաները։ Այսպիսով սա քաղաքական կամ ռազմավարական երկքաղաքական նպատակներին հասնելու ուղիներից մեկն է, տարբեր դերակատարների կողմից։ Դա կարող է լինել Ռուսաստանը, կարող է լինել Չինաստանը, մասնավորապես ավտորիտար ոչ դեմոկրատական պետությունները։ Նրանք շատ հմուտ են մանիպուլյացիայի այս տեսակում եւ շատ ակտիվ կիրառում են այն։ Ռուսաստանն ուներ այն գաղափարը, որ Ուկրաինան պետք է վերադառնա Խորհրդային Միության կամ նոր Ռուսաստանի կամ նոր կայսրության մեջ, եւ երբ հասկացան, որ ուկրաինացիները դեմոկրատական գործողությունների, դեմոկրատական ընտրությունների միջոցով չեն ցանկանում եւս մեկ անգամ դառնալ Ռուսաստանի մաս, սկսեցին տարբեր գործողություններ, ինչպիսիք են հասարակական կարծիքի, հանրային կարծիքի մանիպուլյացիան որոշ թեմաների շուրջ։ Եվ հաջորդ քայլն այն է, թե ինչպես է հաջողվում հասնել դրան։ Դուք իրականացնում եք այս տեղեկատվական մանիպուլյացիան, տեղադրում եք տեղեկատվության որոշ բեկորներ, օգտագործում եք դեմոկրատական հասարակությունում ծավալվող օրինական բանավեճերը ճակ ստեղծելու համար։ Եվ ըստ էության այս բանավեճն ուղղորդում եք դեպի բևեռացում կամ ըստ էության օգտագործում եք որոշ երկրների իրական խնդիրները քաղաքական նպատակներին հասնելու համար։ Եվ այնինչ մենք տեսնում ենք Ուկրաինայում հիմա ըստ էության այն է, որ Ռուսաստանն ուզում է հասնել ուկրաինական հասարակությունում այն ազդեցությանը, որը մենք անվանում ենք պայքարի կամքի ռուսական ներխուժմանը դիմակայելու կամքի թուլացում։ Եվ նրանք փորձում են հասնել դրան տարատեսակ ձևերով։ Հենց դրա համար ես միշտ ասում եմ, որ Ուկրաինան, Ռուսաստանը եւ այլ երկրների համար փորձադաշտ է արտաքին տեղեկատվական մանիպուլյացիայի կիրառման համար։ Եվ այնինչ Ուկրաինայում էր 10 տարի առաջ, այժմ կարելի է նկատել Մոլդովայում, Եվրոպական Միությունում, Հայաստանում։ Զուտ տեսականորեն կամ գիտական տեսանկյունից տեղեկատվական մանիպուլյացիան հիբրիդային պատերազմի գործիքներից մեկն է, ամենաարդյունավետ գործիքներից մեկը, ես պետք է նշեի, Հայաստանում բավական մեծ դաշտ կա այս գործիքը կիրառելու եւ առաջին հերթին Ռուսաստանը, բայց նաեւ այլ տարբեր կենտրոններ չեն խորշում այդ դաշտը օգտագործել, չեն խորշում այդ գործիքները օգտագործել Հայաստանի ներսում։ Այդ դաշտի կարևորագույն կետերից մեկը սոցիալական ցանցերն են, որոնք օգտագործվում են լայնորեն։ Այն հոսքը տեղեկատվության, որը գալիս է եւ որին անհրաժեշտ է արձագանքել, այդ հոսքը գալիս է նաեւ իրական կյանքում սոցիալական ցանցերում մասնավորապես։ Եվ այդ հոսքում հնարավորություններ կան իրական կյանքում ֆիլտրներ դնելու։ Մարդկանց սովորեցնել, որ կարելի է հասկանալ, որ այս ալիքը ստում է եւ հետագայում այդ ալիքը բլոկավորել, որպեսզի նա չկարողանա անընդհատ այդ սուտը ներկայացնել եւ ընդհանուր տեղեկատվական հոսքում դուք այդ սուտը անընդհատ ստիպված չլինեք հատ ստուգել եւ հետո հասկանալ, թե ավելի կոնկրետ ասեմ, ալիքը հուսալի է, թե հուսալի չէ։ Udzielić wsparcia przede wszystkim Armenii. Ընդհանրապես այս ամբողջ կոնֆերանսի նպատակն է աջակցություն ցուցաբերել առաջին հերթին Հայաստանին, որտեղ այս տարվա հունիսին նախատեսված են խորհրդարանական ընտրություններ, եւ Լեհաստանը կցանկանար, որ Հայաստանը կարողանա հնարավորինս լավ կերպով անցկացնել այդ ընտրությունները, առանց արտաքին միջամտության, որպեսզի երկիրը դիմացկուն լինի այդպիսի մարտահրավերների նկատմամբ, եւ մենք պարզապես ուզում ենք ցույց տալ, որ Լեհաստանը լավ գործընկեր է, որն աջակցություն կցուցաբերի իր հնարավորությունների սահմաններում։ Zgadza się, mamy ponad Մենք ունենք ավելի քան 100 փորձագետ, առաջատար փորձագետներ Լեհաստանից, Եվրոպական միության անդամ պետություններից եւ ինչպես նշեցինք նաեւ Հայաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից։ Այս միջոցառումն իրականացնում ենք Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության հիբրիդային սպառնալիքների հակազդելու Եվրոպական կենտրոնի հետ գործընկերությամբ, քանի որ միջազգային դեզինֆորմացիային հակազդելը հիբրիդային սպառնալիքներին հակազդելու բաղկացուցիչ մաս է։ Եվ ինչպես նշեցինք, մենք ունենք ինչպես պետական վարչակարգ
կազմերի, այնպես էլ լրատվական աշխարհի ներկայացուցիչներ, որի վառ օրինակն է ձեր ներկայությունն այստեղ։ Ունենք նաև հասարակական կազմակերպությունների, հետազոտական կենտրոնների, լեհական եւ արտասահմանյան ակադեմիական կենտրոնների ներկայացուցիչներ։ Հայաստանը մեզ համար շատ թանկ է եւ մեզ համար կարեւոր էր հենց այս դժվարին ժամանակներում, երբ բոլորս գիտենք սանձարձակ դիզինֆորմացիայի թշնամական արշավների մասին, փոխադարձաբար աջակցել միմյանց եւ ամրապնդել մեր միջև այս գործընկերությունը։ Տիգրան Ավինյանը սպառնացել է վարորդներին չվճարել արտաժամյաների համար, եթե նրանք չզբաղվեն ուղևորցի հավաքագրմամբ։ Երևանի քաղաքապետը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հանձնարարեց ներկայացնել տարվա ֆինանսական հաշվարկները եւ անընդունելի համարեց ուղևորցի հավաքագրման process-ում վարորդների չներգրավվելը, շեշտելով, որ հավաքագրումից նաեւ կախված են արտաժամյայի վճարումները։ Չի կարող լինել մի իրավիճակ, երբ որ մենք մեր բոլոր աշխատակիցներին, մեր բոլոր վարորդներին նորմալ վճարում ենք բոլոր արտաժամյաններով եւ իրանք որևէ կերպ որևէ process-ին չեն մասնակցում, մասնավորապես հավաքագրման process-ին չեն աջակցում։ Եվ սա իրականում երևի թե նրանց մեղքն է չի, սա ձեր դրվածքն է, որը առաջին օրվանից ես ասել եմ, որ անընդունելի է։ Առաջին օրվանից։ Մի ամիս հետո արդեն արդյունքները կհասկանան։ Բարեկամության պուրակ, Զատկի տոներին ընթառաջ Քիշնիևի մայր տաճարի հարևանությամբ էթնիկ համայնքների ներկայացուցիչները ծառատունկի են մասնակցել։ Կարևոր է ցույց տալ մեր երկրի բազմաէթնիկ հարստությունը։ Մենք, որպես Փյուրքյան համայնքներից մեկը, պետք է այստեղ լինենք, ընդգծելու համար, որ մենք նույնպես Մոլդովայի Հանրապետության քաղաքացիներ ենք, այս հասարակության անբաժանելի մասը։ Այսօր մենք հավաքվել ենք ցույց տալու մեր ներդրումը եւ մեր դերը։ Ակցիային մասնակցեցին ավելի քան 10 երկրների ներկայացուցիչներ, որոնց թվում էին նաև Հայաստանը, Ֆրանսիան եւ Ուկրաինան։ Ակցիայի մասնակիցները նշում են, որ Մոլդովայի Հանրապետությունում բնակվում են բազմաթիվ էթնիկ խմբեր, որոնք երկար տարիներ ապրել են խաղաղության, փոխըմբռնման եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Երկրի գլխավոր սրբավայրի մոտ հենց այս միասնության եւ համախմբվածության մասին ուղերձն է նրանք ցանկացել ընդգծել։ Կազմակերպիչները շեշտում են, որ ակցիան դարձել է մայրաքաղաքի էթնիկ համայնքների միջև բարեկամության եւ համագործակցության խորհրդանիշ։ Ռեպորտաժն ամբողջությամբ կարող եք դիտել ՎՏ Moldova News հարթակում։ Մոլդովայում ապրում են բազմաթիվ ազգություններ, եւ հենց այս բազմազանությունն է մեր հասարակությունն ավելի ուժեղ դարձնում։ Չնայած մեր տարբերություններին, մեզ միավորում են ընդհանուր արժեքներն ու խաղաղության ձգտումը։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏ Հայաստան News-ի Facebook-յան եւ YouTube-յան ալիքներով, բաց չթողնելու համար Հայաստանի եւ Արևելյան եւ Կենտրոնական Եվրոպայի առավել լայն տարածաշրջանի գլխավոր նորությունները։